Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով եկեղեցու ներքին հարցերին չխառնվելու քննադատություններին, ամիոնից բազմիցս հայտարարեց, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եղբայրը եզրասարքեպիսկոպոս Ներսիսյանը ԿԿԲ-ի գործակալ է։ Եզրասարքեպիսկոպոս Ներսիսյանի ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ լինելու վերաբերյալ իր պնդումը Փաշինյանը հիմնավորեց հղում անելով մամուլում հայտնված տեղեկություններին, դժգոհելով, որ ոչ ոք այդ մասին հարց չի բարձրացնում։ Նույն ելույթում Փաշինյանը կրկնեց իր պնդումը Ռուսաստանի եւ Նորնախիջևանի թեմի առաջնորդի վերաբերյալ անպարկեշտ բառապաշարով դժգոհություն հայտնելով, որ եկեղեցականների վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին ուշադրություն չի դարձվում։ Civilnet Check-ը փորձեց հասկանալ, թե մամուլի ինչ հրապարակումների է հղում անում Փաշինյանը եւ ում հետ են դրանք կապված։ Պարզվում է, որ ԿՊ-ի խոսափող լրատվամիջոցում CVKM-ում հոկտեմբերի 1-ին հրապարակվել է Կարո անունով սրբազան գործակալը Եզրաս Ներսիսյանի ճանապարհը։ Եզրաս Ներսիսյանի ճանապարհը վերտառությամբ հոդված հրապարակման սկզբում առանց հավելյալ մանրամասների նշվում է, որ խմբագրությունը անանուն նամակ է ստացել Եզրաս Ներսիսյանի մասին։ Հոդվածում ներկայացված այդ նամակում պնդում է արվում, թե 1986 թվականի հուլիսին Ներսիսյանը իբր հավաքագրվել է ԿԿԲ-ի կողմից Կարո գործակալական ծածկանունով, իսկ 1988-ի նոյեմբերին գործերը փոխանցվել են Լենինգրադի վարչություն, նույն տարում նշանակվելով Լենինգրադի հոգևոր հովիվ։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո հանրապետության երկրորդ խոշոր համայնքում կրքերը չեն հանդարտվում։ Երեկ երեկոյան քննչական կոմիտեից հայտնել էին, որ համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ ձերբակալվածները կանայք են։ Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյանը, Բելա Ավագյանը եւ առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը։ Ուշագրավ է, որ ձերբակալված Վարդուհի Փիլոյանը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է։ Սարուխանյանը հաստատել է այս տեղեկությունը, միևնույն ժամանակ հերքելով այն պնդումները, որ զոքանչը Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար է ձերբակալվել։ Այո, խոսքիմ զոքանչի մասին է, որը համայնքապետարանի աշխատող էր երկար տարիներ, դեռ Վարդան Ղուկասյանից առաջ կրթության բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար է։ Չգիտեմ ինչ որ մի եսիմինչ պաշտոն չի զբաղեցնում սովորական համայնքային ծառայող է եւ ամենայն հավանականությամբ հրաման է կատարել, որ զանգեն չգիտեմ մանկապարտեզների տնօրեններին եւ այլն, մանրամասները արդեն չեն տիրապետում։ Այդ տրամաբանության մեջ է եղել այս ձերբակալությունը, թե հետագայում ինչ է լինելու, դա արդեն իրավապահների տիրույթում է։ Դա նաև խոսում է այն մասին, որ իրականում կապ չունի, թե ով է, եթե օրենքի խախտում է լինում, բոլորը օրենքի առաջ հավասար են, ասել են նա։ ԿՊԱԿ-ը հավելել է նաև, որ չի պատրաստվում իր իշխանական լծակներն օգտագործել զոքանչի ազատ արձակմանը նպաստելու համար եւ ընդունելու է այն որոշումը, որը կկայացնեն իրավապահները։ Ալեն Սիմոնյանն ազգային ժողովի այսօրվա նիստում ընդդիմության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացն անվանել է քաղաքական օպերացիա։ Այսինքն չի կարելի այնպես բաներից խոսալ, որ ասենք դու դրա մեջ ես։ Դա, չգիտեմ, ամոթ բառը մի քիչ երևի տեղին չի։ Այդ իմպիչմենտը վերջի իմացանք ինչի համար է։ Այդ մարդուն բերել էին, գիտեին, որ վերքերական գործ կա, հեսա վճիռա լինելու, մենք է զարմանում, ասում ենք, սա հանրապետականի մեջ, ստեղ իրանց հոգին տվող մարդիկ կան, հա, բախի այդ մարդուն բերեցին իմպիչմենտ, այդ ինչ իմպիչմենտ էր, ակնհայտ է, որ, չգիտեմ, ստեղից էլ չեմ ասում, նույնիսկ պարոն Աղազարյան եւ պարոն Ասլանյանը չէին ստորագրելու մեծ հաշվով, ես դրա մեջ վստահ եմ, էլի, իմանալով այնուամենայնիվ այս մարդկանց անցած ճանապարհը, այնուամենայնիվ ես վստահ եի, որ չէին։ Այդ ինչ օպերացիա են անում, օպերացիան հետեւյալն է, որ վարչապետի տեխնացուին 6 դասենք մարդկանց ժողովրդի գժի տեղ մի դրեք, էլի ներողություն եմ խնդրում, էլի դրա համար էլ չեք ընտրվում, դրա համար էլ ձայն չեք հավաքում, այդ օպերացիա իմպիչմենտները, այդ չգիտեմ ինչ բառ ասեմ, ասենք ամոթ է, էլի դուք ապացուցել եք երկու խմբակցությունով, որ երբ որ դուք պետական լծակ չեք ունենում, դուք 0 OGG ունեք, որովհետև պետական լծակի պարագայում դուք կարողանում եք ինչ-որ դիմադրեք, այն որ մեկ ասում է, վաղը միսօր ընդդիմություն եք դառնա, դուք մի մտածեք, մենք ընդդիմություն ենք եղել, ընդդիմության մեջ ենք ծնվել, տապալել ենք ձեզ բոլորիդ, ձեր պետական ռեսուրսներով, հեռուստաալիքներով, ԱԱԾ-ներով, մնացած ոստիկանական զորքերով, մարդկանց վրա կրակելով, մարդկանց բանտեր նետելով,
տապալել ենք ձեզ, այ բոլորիդ այսենց, ու հաջորդ ընտրություններից հետո ձեր քանակը տենց, ես ասել եմ, դուք վերացող տեսակ եք, ձեր քանակը տենց գնալով փոքրանալու է։ Սիմոնյանը պնդել է, որ ընդդիմությունը պետական լծակներ չունենալու պայմաններում զրոյական արդյունավետություն է ցուցաբերում։ Դուք ապացուցել եք, որ առանց իշխանական ռեսուրսների զրո ՕԳԳ ունեք։ Երբ դուք պետական լծակ չունեք, որևէ արդյունք չեք տալիս, դրա համար էլ չեք ընտրվում, դրա համար էլ ձայն չեք հավաքում, շեշտել է Սիմոնյանը։ Խոսելով նախկին իշխանությունների մասին Սիմոնյանը հայտարարել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականին չի աջակցել Սերժ Սարգսյանին, դրանով փաստացի աջակցելով իշխանափոխության օրակարգին։ Այո, Ռոբերտ Քոչարյանը, Դաշնակցությունը եւ Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ ամեն ինչ արեցին աջակցելու հեղափոխությանը։ Դա փաստ է եւ այդ բանավեճը պետք է ավարտել։ Դուք նույն համակարգի ներկայացուցիչներն եք, որը մարդկանց վրա է կրակել եւ բանտեր նետել, նշել են նա։ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է շողակաթ հեռուստաընկերությունը փակելու նախագիծը։ Նախագիծը հեղինակել էին կառավարող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ ՔՊԱ-կան падգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը 3-ից դարձնելով 2։ Ներկայումս հանրային 3 ալիքներն են՝ առաջին ալիքը որպես հիմնական հեռարձակող, առաջին ալիքի լուրեր լրատվական ալիքը եւ հոգեվոր մշակութային ուղղվածություն ունեցող շողակաթը։ Նախագծով նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել հասցնելով 2-ի, միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր մշակութային շողակաթ հեռուստաընկերությունից հրաժարվելու եւ այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։ Լրագրողական մի շարք կազմակերպություններ, այդ թվում Հայաստանի ժուրնալիստների միությունն բողոքել են այս նախագծի դեմ եւ պահանջել հետ կանչել այն ազգային ժողովից, սակայն այս ամենը չկաշկանդեց իշխանականներին։ Հովաննավանքի տեր Սարգիս Քահանա Սարգսյանին, ով պետք է կիրակի օրը հոկտեմբերի 26-ին կատարեր պատարագը, նույն օրը առավոտյան ժամը 9-ին հրավիրել են քննչական կոմիտե հարցաքննության։ Այս մասին հազանգել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Դրանով պայման են ստեղծելու, որպիսի պատարագը կատարի իրավասություն չունեցող Ստեփան Ասատրյանը։ Այսպիսով քննիչն էլ միացավ ծեսի կատարման խոչընդոտման հանցագործության նախապատրաստությանը, հավելել է նա։ Նշենք, որ կարգալույց հռչակված Ստեփան Ասատրյանը նախորդին հրաժարվեց դուրս գալ Հովաննավանքից, պնդելով, որ կարգալույց եղած կաթողիկոսն իրեն չի կարող կարգալույց անել։ Ավելին Ասատրյանը հայտարարեց, որ պատրաստվում է կիրակի օրը մեծ պատարագ մատուցել, ինչպես նաև շեշտեց, որ սատարում է Նիկոլ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը։ Ինքը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մասնակցելու է Ստեփան Ասատրյանի կողմից մատուցվելիք պատարագին։ Մայրաթորից էլ հայտնել են, որ կարգալույց արված Ստեփան Ասատրյանը հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները եւ ազատել Հովաննավանքի տարածքը, ընդգծելով, որ բոլոր օրինական ճանապարհներն օգտագործվելու են առաջիկա կիրակի Հովաննավանքում հոգեվոր աղոթքական կյանքը վերականգնելու եւ եկեղեցում ծառայող օրինավոր քահանայի կողմից սուրբ պատարագ մատուցելու համար։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը, խմբակցության падգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը եւ Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին վերջինիս խնդրանքով, հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում Հայաստան խմբակցությունը ներկայացրել է իր տեսակետը մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես անդրադարձ է կատարվել հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, խոսքի ազատության հետ կապված խնդիրներին։ Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում պահվող անձանց հարցի, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների վերաբերյալ, նշվում է հաղորդագրությունում։ Այսօր հոկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 0:05-ին Ստասի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Ելենա Խնիր վարած Մերսեդես Մագնիշի ավտոմեքենայով Մոնտեմելքոնյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթ Էլեկտրասյանը, կոտրել այն եւ հայտնվել կանաչ գազոնում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ելենա Խն տեղափոխվել է հիվանդանոց։ Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել եւ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։